Հին ժամանակներին ամանորը ուրիշ բույր ուներ։ Տները լցված էին թոնրի հացի հոտով, մոմերի մեղմ լույսով ու մարդկանց անկեղծ ժպիտներով։ Սեղանների շուրջ հավաքվում էին ոչ միայն ընտանիքի անդամները, այլև հարևանները, բարեկամներն ու ընկերները։ Դռները բաց էին բոլորի առաջ, եւ ամեն այցելություն բարի խոսքի, օրհնանքի ու սրտանց գրգախառնության էր նման։ Երեխաների ծիծաղը, մեծերի աղոթքը եւ համեստ, բայց սիրով լեցուն սեղանը ամանորին տալիս էր իր իսկական իմաստը։ Իսների ժամանակներով գիտեք ինչ, այդ կամ փայլուն տոնածառներ, բաներ չունեինք, մի հատ անդարից գնում էինք բան, ես լավ հիշում եմ, էլի մի հատ տոնածառ էինք կադրում, բերում դնում էինք, ասենք, ոչ թե այդ տոնածառը կար ինչ որ շրջանի հարմար տեղ դնելու, ամեն դպրոց, ամեն բան իրանց բանն էր անցկացնում, էլի, իրանց տոնածառով, իրանց երաժշտությունով, իրանց բանով։ Այն ժամանակ էլ հետաքրքիր էր, այն ժամանակվա հետաքրքրություն գիտեք ինչու՞մ էր կայացան։ Ինչ որ բնական էր։ Եվ պարն էր բնական, եւ երաժշտությունը բնական էր, այսինքն հիմի որ շատ երեխաների հարցնես չգիտեն դե զորնան ինչ գործիք է։ Կամ կլարնետ է, կամ դուդուկ է, այն ժամանակ կլարնետ, դուդուկ բան չունեինք, այն մինուսով կամ դեր, սինտեզներ, բաներ, դե այդ էր հետաքրքրությունը։ Ամբողջ գյուղերում, ամբողջ բաներում դնում էին իրենք էլ տոնածառ են անում, քոչարի էին պարում, ես լավ հիշում եմ, օրինակ փոքր խանչալի։ Մենձից փոքրը, եթե զուռնա նվագում էր ինչ-որ մի հատ երաժշտություն, շուրջ պար, բոլոր խանչալիները մենձից փոքրը գիտեն շարժում էին եւ պարում էին։ Էդ էլ էր հետաքրքիր, շատ կար հետաքրքիր։ Հիմիկվա դե հիմի մեր ժամանակվա, այսինքն մեր գալիք սերունդի ժամանակվա տեսնում ենք ինչ ձևի եղերն են։ Եղերն է մեր ծառը, օրինակ անցյալ տարի առաջ տեղ գրավեց։ Իր սիրունությամբ, իր լավ։ Այդ օրերին ամանորը միայն տոն չէր, այլ մարդկանց միավորող ուժ։ Հացի մի կտորը կիսվում էր սիրով, բաժակը լցվում էր ոչ թե առատությամբ, այլ սրտի ջերմությամբ։ Հարևանները շնորհավորում էին միմյանց մոռանալով հոգսերն ու տարաձայնությունները։ Ամեն տուն մի փոքրիկ տոն էր, ամեն փողոց մի մեծ ընտանիք։ Այդ պարզ, բայց խորիմաստ պահերն էին, որ ամանորը դարձնում էին հիշողություն, ոչ թե պարզապես օրացույցի փոփոխություն։ Առաջվա մեր ավանդույթները տարբերվին հիմիկվա ավանդույթներին։ Առաջ էլի կսեմ հավաքված ուրախ զավարտ մարդիկ իրար գլխու մեծ, պեստիկ հավաքված ուզեին որ այդ օրը իրենք նորմալ նշեին։ Իսկ հայմի ամեն մարդ ինչ-որ գիտես դա առանձնացած է։ Ինչ որտեղ չգիտեմ մեկը մեկին վերնախավ կհամարե, թե ինչ որ առանձնացել են։ Հիմի մենակ համերաշխություն ու ինչ ասեմ ուրախ տարիներ է պետք անցնել, որովհետև մարդկանց կյանք այնքան երկար չէ, ասես այս տարին այդ ման թող անցնի, հաջորդ տարին ուրիշ ձևի կերնա անցնի։ Այսօր ամանորը հաճախ փայլում է լույսերով ու ջոխությամբ, բայց երբեմն պակասում է հոգին։ Արհեստական զարդերը փոխարինել են բնական ջերմությանը, արագ շնորհավորանքները երկար զրույցներին, սակայն հին ավանդույթների հիշողությունը դեռ ապրում է մեր սրտերում։ Եթե կարողանանք վերադառնալ այդ պարզությանը, վերագտնել հարևանի դուռը թակելու սովորությունը եւ սրտանց շնորհավոր ամանորը, ապա տոնը կրկին կդառնա այն, ինչ եղել է սիրով, միասնությամբ ու իրական ուրախությամբ լի։